Բարև ձեզ, սա իմ առաջին YouTube-յան վիդեոն է, ես Անին եմ, խնդրում եմ շատ խիստ չդատել, այս տեսահոլովակում դուք կտեսնեք իմ և իմ ընտանիքի հանգստյան օրերը, շաբաթ օրը մենք գնում ենք մի փոքր հանգստանալու բասեին և ճանապարհին կանգ առանք իմ ամենասիրելի խանութներից մեկը Թեդիի մոտ, որտեղ որ գնումներ կատարեցինք 25.99 ցենտ և Թեդիից նույնպես գնեցինք էներգետիկ, որպեսզի ճանապարհին խմենք և էներգիա ունենանք մեր փոքրիկ փոթորիկի հետ, ճանապարհը հանկարծակի մառախուղ սկսվեց Տեսեք, թե ինչ գեղեցիկ է Ավստրիայի բնությունը, տները, անգամ ճանապարհի խոտերն են կտրած ու գեղեցիկ են, մաքուր են։ Իմ փոքրիկը ճանապարհի ընթացքում քնած էր, բավականին մոտավոր երևի մի 20 րոպե ինքը քնեց, բայց իմ ուրախությունը երկար չտևեց, արդեն լավ էր հասնելու վրա, իմ փոթորիկն արթնացավ ու արթնանալուց ինքը չի սիրում ընդհանրապես նստել այդ աթոռիկին, ինքը սիրում է ինգիր կլինել, իջնել, խաղալ մեքենայի մեջ, որը որ չի թույլատրվում, ինչքան էլ փորձել ենք մենք, քանի որ լացում է, ներվայնանում է, դրա համար մենք իջացնում ենք, այստեղ իրենց փոքրիկ կենտրոնն է, բավականին փոքրիկ, չգիտեմ գյուղ է սա, թե քաղաք է, բայց Գրացին բավականին կպած է, մոտիկ է Գրացին, այստեղից Գրաց, տեսեք ինչ հետաքրքիր մեքենա էր, առաջին անգամ եմ այսպիսի մեքենա տեսնում, ի դեպ հետաքրքիր մի փաստ, Ավստրիայում ամռանը բոլորը, ովքեր որ ունեն իհարկե, իրենց հին ժամանակվա մեքենաները քշում են և ցույց են տալիս մարդկանց, այսինքն շատ հաճախ կհանդիպեք այդպիսի հին մեքենաներ ու բավականին լավ պահպանված։ Այստեղ բավականին գեղեցիկ, սիրուն մի քանի րոպե է մնացել, ինչ հասնենք մեր բասեինը։ Այստեղ աջ կողմում հյուրանոցն է հենց նույն բասեինի ու լավն այն է, ովքեր որ կանգ են առնում հյուրանոցում, կարող են հեշտությամբ լիֆտով անցնել դեպի բասեին։ Մենք մեքենան կայանեցինք, հիմա վերցրեցինք պայուսակները, կողմում կաֆե կա, նաև ինչպես հասկանալի է, որ կվաճառեն այստեղ ամեն ինչ, ինչ որ պակասի, վերցրեցինք մեր թևնոցները, այսինքն բանալիները պահարանի ու մի հետաքրքիր նորից, որը որ չգիտեմ երևի ես կասեի մինուս, բայց մյուս կողմից էլ պլյուս, որ հնարավոր է երեխային ամուսինը պահել և դու մտնել հանգիստ հագնվել կամ վեշերդ հավաքել, որ
Այստեղ հանդերձարանը միասին է, այսինքն չկա առանձին տղամարդկանց կամ առանձին կանանց համար նախատեսված հանդերձարան, բայց սակայն կա այսպիսի կաբինը ամեն շարքի վերջում, որ կարող ես մտնել, հագնվել, բայց ոչ բոլորն են մտնում այդտեղ փոխվում։ Տեսեք իմ փոքրիկը արդեն փոխված, վազվզում է, իրան համապատասխան բոլորին ասում է, որ ես արդեն եկել եմ, սա բասեինն է ու բասեինը դեպի դուրս ելք ունի, տաք բասեին է, սառը չէ ջուրը, բավականին տաք, այսինքն պետք չի հարմարվել ջրի ջերմաստիճանին, ամբողջ մկանները և մարմինը թուլանում են։ Դրսում չգիտեմ երևում է թե չէ, բայց գոլորշի էր ջրի տաքությունից և օդի սառնությունից գոլորշի էր դուրս գալիս, բավականին լիքը մարդ կա, ջուրը շատ մաքուր է, ես շատ եմ սիրում լողալ, շատ եմ սիրում ջուր ու լավը իմ երեխան էլ սիրում է ջուրը և առաջին անգամ երբ որ եկել էինք, ոչ մի խնդիր չի եղել ջուրը մտնելու համար։ Մենք արդեն գնում ենք տուն, երեկոյան ժամը 6-ն է։ Հաջորդ օրը ես ու ամուսինս որոշեցինք առանց երեխայի գնալ ազիական ռեստորան, որը մեզ բավականին մոտ է գտնվում։ Ավելի ճիշտ ամուսնուս մտահղացումներ, ինձ անակնկալ էր արել։ Այստեղ մուտքավճարով է, ոնց հիշում եմ, մուտքավճարը 20 եվրո կամ մի փոքր ավել, ինչպես տեսնում եք տեսականին բավականին մեծ է, ու ինչքան կարող ես ուտելիքը, բայց ոչ խմելու բաները առանձին պետքա պատվիրես, այստեղ սուշիները, ռոլերը, ամեն ինչը համեղ ու թարմ, ես վերցրեցի կրիվետկա, շաշլիկ, որտեղ խորոված չի, հավի մեջ կլյար, ռոբոտը, նաև կա 2 հատ ռոբոտ, որը որ առանձին պատվերներ է բերում, սուշին բավականին շատ համեղ էր, այստեղ ցույց կտամ Թեդիի գնումները, որը որ շաբաթ օրը կատարեցինք իմ փոքրիկի հետ, ինչպես սկզբում ասացի 26 եվրոյի, սա լամպ է հեռախոսի համար, 1 եվրո 55 ցենտ, զեղչված, ինձ թվում է բավականին լավ գին է, տետր, ցանկանում եմ գերմաներեն, բավականին ժամանակ է գերմաներեն սովորում եմ, թողնում եմ հիմա, ուզում եմ նորից վերջնական սովորեմ գերմաներեն, սա փոքրիկ բլոկնոտ եմ արել, որովհետև ես բառերը բավականին դժվար եմ սովորում, ուզում եմ այստեղ գրարեմ բառերը ու մոտս անդադ պահեմ, որ ընթացքում, գործի ընթացքում նայեմ, այսպիսի բան ենք առել 55 ցենտ, նոթատետրը 1 եվրո, պոպկորն ենք առել ադիպուտի,
€1.55 էր պոպկորնը, մարկերներ, որոնք որ կարող եմ բառերը կամ տեքստ ինչ-որ նախադասություն առանձնացնել, մյուսներից €3 արժեր, փոքրիկն եկավ ինձ օգնելու, Պինոկիոյի փոքրիկ գիրքն ենք առել, էլի 99 ցենտ էր, համ երեխայի համար, որ կարդամ, համ էլ իմ համար, այդտեղ էլ որ բառեր գտնեմ, նորից կգրեմ փոքր բլոկնոտում, սա մեծ տետր, եթե անկեղծ չեմ սիրում այսպիսի պրուժինատիպ տետրեր, որովհետև շուտ են պոկվում, բայց ժամանակ չկար նայելու ու իմ աչքով էլ չընկավ սովորական այսպիսի մեծ ֆորմատի տետր, մեծ չափսի։ Գրիչներ, շատ եմ սիրում այս ֆիրմայի գրիչները, բավականին բարակ են, ես սիրում եմ բարակ ծայրով, բավականին բարակ ծայրով գրիչներ, տետրը €2.55 էր, և ալբոմ նկարչական, ամուսնուց մոտ ցանկություն առաջացավ երկուսով նկարենք, ասեց համ էլ ասում են, որ հանգստացնում ա, կտեսնենք, թե ինչքան։ Եվ այսքանին գրեք մեկնաբանություններում վճարեցինք մենք €25.99, արդյոք թանկ է թե ոչ, և Հայաստանում այսքան գնումներին դուք ինչքան կտաք, ինչքան կվճարեիք Հայաստանում, ու էստեղ էլ ես մտածում էի, որ չխորն առանձին է, փաստորեն շատ լավ է կպած է միանգամից տետրին, այսինքն չեմ կորցնի մնացած գրիչների նման կրճատուփը։ Սիրում եմ, որ տետրներն ու ամեն ինչը լինի գեղեցիկ, որովհետև դա մոտիվացնում է։ Իմրացել էի ռեստորանի կտրոնը դնեի, ռեստորանում մենք վճարեցինք €54.60 և €5 թեյավճար, նաև